Արցախցի իրավապաշտպանները բռնագաղթից հետո ձեռքները ծալած չեն նստում, բայց կուլիսներում բոլորի ջրերը չէ, որ նույն առվով է հոսում։ Մի խումբ իրավապաշտպաններ կասկածներ ունեն, որ Հայաստանի իշխանությունների իրենց բառերով հակաարցախյան նարատիվներն է առաջ մղում Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն անունով կազմակերպությունը։ Սկսենք նրանից, որ կազմակերպության նախագահը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ազգականն է։ Հետևությունները թողնում եմ հեռուստադիտողներին եւ մարդը, ով երբևէ հանրային կյանքով չի զբաղվել, երբևէ արցախցիների իրավունքների մասին չի բարձրաձայնել, ոչ 2020 թվականից առաջ, ոչ 2020 թվականի պատերազմից հետո։ Իրավապաշտպան Նարէ Սիմոնյանի նշած ՀԿ-ի նախագահը հակադարձում է, բռնագաղթից հետո հիմնված կազմակերպությունը բարձրաձայնում է տեղահանված արցախցիների իրավունքների բոլոր խախտումների մասին, հիմնականում միջազգային հարթակներում։ Մասնավորապես վերադարձի իրավունքի մասին ենք բարձրաձայնում միջազգայինորեն երաշխավորված պայմաններով։ Հովանու տակ։ Նարէ Սիմոնյանը Գոնգո է անվանում Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն ՀԿ-ն։ Գոնգո անգլերեն հապավումը բացվում է կառավարության կազմակերպած հասարակական կազմակերպություն։ Ըստ Սիմոնյանի, Փաշինյանի իշխանությունը բոլոր հնարավոր հարթակներում այս կազմակերպությանն է բերում առաջին պլան։ Այն հարթակները, բոլոր այն ռեսուրսները, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարող էր տրամադրել Արցախին, արցախցիներին, արցախցիների իրավունքները իրապես ներկայացնող ՀԿ-ներին եւ առաջին հերթին Արցախի գործող լեգիտիմ իշխանություններին տրամադրվել է այդ կազմակերպության։ Անդրանիկ Գրիգորյանի խոսքով իր ղեկավարած կազմակերպության մասին գործընկերները գուցե շատ բան չգիտեն, դրա համար սխալ կարծիք կա ձևավորված։ Ավելի ակտիվ ենք դրսի հասարակության համար դրսի մակարդակում ենք աշխատում, միգուցե դա ինչ որ պատճառ հանդիսացել, որ նման կարծիք ձևավորեն, բայց ինձ չի թվում։ Գրիգորյանն ասում է, վերջերս են Վիեննայում համաժողովի մասնակցել, քննարկումը թեժացել է, երբ Ադրբեջանի ներկայացուցիչները լսել են Արցախի անունը։ Լեռնային Ղարաբաղ, Արցախ բառը որ լսում են, իրանք շատ ծանր են տանում, միանգամից իրանց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչը ևս մասնակցում էր, միանգամից բողոքի նոտ է հղում ու փորձելով կասեցնել մեր ելույթը, առհասարակ փորձելով թույլ չտալ մեր մասնակցությունը նման միջոցառումին։ Գրիգորյանը նաև փակագծեր է բացում այս կազմակերպությունը հիմա փորձում է միջազգային կառույցների օժանդակությամբ ուխտագնացություն նախաձեռնել դեպի Արցախ, դեռ անարդյունք։ Փորձում ենք համապատասխան կառույցների հետ միջազգային ինչ-որ հնարավորության դեպքում ուխտագնացության կազմակերպման հարց, Կարմիր խաչին, ՄԱԿ-ի գրասենյակին դիմում ենք, փորձում ենք ինչ-որ խոսակցություններ տանենք, ճիշտ է այսօր ոչ մի արդյունք չկա, բայց ինձ թվում է ուխտագնացության հարցը շատ կարևոր է։ Բայց Արցախի իշխանությունների հետ չի համագործակցում Գրիգորյանի ՀԿ-ն։ Որպես այդպեսին չկա, ես անձնականon ճանաչում եմ այս ֆորմատով։ Բայց հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պնդում է, իր հետ նույնպես համագործակցություն չկա։ Համագործակցություն չկա եւ ըստ էության, եթե համագործակցություն լիներ, իրավապաշտպան կազմակերպության համար մեկ գործընկերը պետք է լիներ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կամ հենց ինքը մարդու իրավունքների պաշտպանը։ Ստեփանյանը նույնպես կասկածելի ստվերային համագործակցություն է նկատում Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության եւ Փաշինյանի կաբինետի միջև։ Որքան արցախյան ՀԿ-ները ակտիվ լինեն Հայաստանի Հանրապետությունը միայն ողջունելի է, սակայն պետք է հասկանանք, որ դա չպետք է որպես գործիք ծառայեցվի օրինակ Արցախի ինստիտուտներին փոխարինելու համար։ Ստեփանյանի բառերով Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը իր միջոցառումներին Արցախի պետական ինստիտուտների ներկայացուցիչների չի հրավիրում։ Նաև այս փաստը շատ արցախցիների շրջանում է կասկածներ առաջացնում, որ արցախյան ինստիտուտների կազմաքանդման համար ջանք չխնայող փաշինյանական իշխանության պրոյեկտն է այդ կազմակերպությունը։ Ալբերտ Սերոբյան, Հերիկ Համազասպյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։